Ողջույն սիրելի հետևորդներ, ձեզանից շատերը սպասում էին մեր տան վերանորոգման, կառուցման երրորդ մասին եւ ես էլ իրականում շատ ցանկանում էի այս ամենը տեղադրել, բայց ժամանակից շատ սուղ լինելու պատճառով չէի կարողանում։ Առաջին մասում ցուցադրել եմ, թե ինչպես է հիմքը դրվում, կառուցվում, երկրորդ մասում ցուցադրել եմ արդեն իսկ պատերը, եվրոպատուհանները եւ այլնը, իսկ այս հետագա մասերում հերթով ցույց եմ տալու կառուցապատման հետ կապված, վերանորոգման հետ կապված արդեն իսկ ներքին, այնուհետև կահավորման հետ կապված ամեն ինչ։ Ճիշտ է, դուք հիմա արդեն իսկ բավականին շատ հոլովակներ տեսնում եք հենց մեր նոր տանից, որովհետև ես արդեն այնտեղ եմ նկարահանումներս իրականացնում, վլոգների մասին է խոսքը, բայց ես ցանկանում եմ, որպեսզի ամեն ինչ անեմ հերթ, քանի որ հետևորդներս շատ են պահանջում, որպեսզի home tour անեմ, իսկ ես միանգամից չեմ կարող home tour անել, որովհետև դեռևս այս մնացած հատվածները ձեզ ցույց չեմ տվել, թե որքան հետաքրքիր էին, այնպես որ այսօր արդեն իսկ կտեսնեք երրորդ մասը, եւ հուսամ շատ արագ կավարտեմ բոլոր մասերը, որ կարողանամ ձեզ համար կազմակերպել home tour։ Monty. Ecke. Monty? Ինչ ես անում? Monty. Guys. Բնականաբար բոլոր կադրերից ձեզ համար պարզ կլինի, որ սա մի քանի տարվա աշխատանք է, մի քանի տարվա պահպանված հոլովակներ են, որովհետև նախորդ կադրում տեսանք, թե Մոնթեն որքան փոքրիկ է։ Իսկ այս պահին դուք տեսնում եք մեր երկրորդ հարկում գտնվող այս սենյակը, որը նախատեսված է լվացքասենյակ դառնալու համար, ու ամուսինս որոշել էր, որ սրա դիզայնը լինելու է հենց այդպիսի փայտային։ Եվ մենք որոշեցինք, որ այդ փայտային դետալների հետ կհամադրենք այնպիսի կահույք, այնպիսի լվացքի մեքենա եւ չորանոց, կամ առհասարակ այնպիսի լուսամփոփներ եւ այլն, որը լիարժեք կդարձնի իր ոճը։ Սա Մարտինի եւ Մոնթեի սենյակն է, միայն տեսեք Մարտին այստեղ ինչքան փոքրիկ է, Աստված իմ, այսպես որ նայում եմ, մտածում եմ, ինչ արագ է անցել ժամանակը։ Իսկ այստեղ դուք տեսնում եք, որ վերամշակվում է այս մակերեսը, ամբողջությամբ դուրս է գալիս իր նախկին լաքը եւ դառնում է շատ հարթ, որովհետեւ այստեղ ամուսինս ծածկելու է դեկորատիվ փայտի համար նախատեսված լաքով։ Հիմա այստեղ նայեք, այստեղ փորվել է, որպեսզի անցկացվի ջրագիծը, եւ այստեղ մի քանի ամսից ավել մենք ոչ կարողանում ենք տանը գործանել, ոչ կարողանում ենք առհասարակ, չգիտեմ, նկարահանումներ անել, որովհետեւ այդտեղ ուղղակիորեն չէր կարող գալ ցանկացած շինարարական մեքենա, որպեսզի մեզ համար բերեր շինանյութ։ Անկամ մեր մեքենայով չէինք կարող ներս մտնել, որ գոնե մի քանի փոքր կտոր շինանյութի հետ կապված պրոդուկտներ բերեինք եւ աշխատեինք։ Այստեղ գալիս է արդեն նոր տարի, սա մեր մյուս տունն է։ Այստեղ փոքրիկները զարդարում են ամանորյա տոնածառը։ Ես որոշել եմ այս կադրերը բոլորը ներառել, որ տեսնենք, թե ինչքան գեղեցիկ վիդեո կստացվի, եւ այստեղ իրանք դեռ ինչքան փոքրիկ են։ Ու մեր բնավորության համաձայն մենք միշտ շատ ենք սիրում, դուք նախորդ վիդեոյում մաս 2-ում տեսել եք, որ մենք զարդարում ենք նաև այս տունը, ճիշտ է, այստեղ ոչ մի կահավորում, ոչինչ չկա, բայց մենք այն զարդարել էինք։ Իսկ հիմա արդեն վերջապես ջրի հետ կապված աշխատանքներն ավարտված են, հարթ է հատակը, գետինը դրսում բակի մասին է խոսքը, որտեղ կարող արդեն շինարարական մեքենաներ գալ։ Հանում ենք մեր հրաշք տոնածառը եւ անցնում ենք արդեն վերջապես վերանորոգման էտապին։ Հիմա այս պահին, որ ես մոնտաժում եմ այս հոլովակը, 2025 թվականի հոկտեմբերի 25-ն է։ Այսինքն ընդամենը 1-2 ամսից դուք կտեսնեք արդեն իսկ ոնց ենք այս հրաշք տոնածառով զարդարում մեր տունը, արդեն իսկ բնականաբար վերանորոգված վիճակում։ Տոնածառը շատ մեծ է, այն եւ հավաքելը եւ տեղադրելը երկու դեպքում էլ բավականին մեծ ժամանակ է մեզանից խլում, որովհետեւ այն մեծ է, նրա ճյուղերը շատ են, տարբերակված են, կոդերով են։ Պուպուշե։ Մոնտեի սենյակը, հա? Մարտինի ու Մոնտեի սենյակը, հա? Հա, պույե, դիտե, պույե։ Կեղտոտ է, հա։
Նախորդ կադրում դուք տեսաք իմ աղջիկան որքան փոքրիկ էր ու այստեղ արդեն իսկ բավականաչափ առաջ են գնացել մեր վերանորոգման աշխատանքները, արել ենք այնտեղ գիպսակարտոնա, չէ, կոչվում, դրանով հավաքվել են, ու այնուհետև դրանց վրա կատարել ենք մնացած այլ դեկորատիվ աշխատանքներ։ Այստեղ տեսեք, որքան գեղեցիկ դիզայն ենք արել։ Իսկ այստեղ էլ չենք դիմանում, արդեն շատ ենք հոգնել, արդեն մի քանի տարի է ինչ վերանորոգման աշխատանքներ ենք անում մեր տանը։ Այստեղ մեր սենյակի դեկորատիվ պատն է ու այստեղ շատ յուրահատուկ դիզայն են արել, այսպես դեռ այնքան էլ չի հասկացվում, բայց երբ որ արդեն կահավորվում է եւ ներկվում է, իդեալական վերջնական պատկերը երևում է։ Իդեպ նախորդ կադրում դուք տեսաք, որ ձեր սիրելի նեյլմայստերը եւս աշխատանքային հագուստով է, փոշոտ է, ռեմոնտոտ է, կարելի ասել։ Այո, որովհետեւ ամբողջ աշխատանքների մեծ մասը, հատկապես այն հատվածները, որտեղ դեկորներ են, դիզայն են եւ այլն, կատարել ենք ես ու ամուսինս միասին։ Ամբողջ արել ենք համատեղ ուժերով, բալիկները եղել են սկեսրոջս մոտ, բնականաբար այդ աշխատանքային ժամերին, եւ որի համար էլ հատուկ շնորհակալություն ենք հայտնում։ Վերջապես արդեն գարունը բացվում է, իսկ մենք շատ արագ կերպով կատարում ենք մնացած աշխատանքները, բայց կեսից արդեն մենք նոր աշխատանք ենք մեզ համար առանձին կազմակերպել, լրիվ առհասարակ մեր բիզնեսի եւ գործի հետ կապված, դրա համար իմ ու ամուսնուս զբաղվածություն դարձավ ծայրահեղ շատ ու այդ իսկ պատճառով մենք արդեն աշխատանքը հանձնեցինք վարպետներին, դե բնականաբար այս ընթացքում էլ մեզ հետ աշխատում էին վարպետներ, բայց կրկնում եմ դիզայներական հատվածները բոլորը արել ենք միասին։ Հավատացեք սիրելիներս, անհնարին ոչինչ չկա, եթե դուք համախմբված եք, եթե ամեն ինչ անում եք սիրով ու կազմակերպված, ամեն ինչի էլ կարող եք հասնել, ամեն ինչ էլ կարող եք ստեղծել ինքնուրույն ու հենց ձեր ձեռքերով։ Սա շատ մեծ բան է, երբ որ մենք հիմա տանն ենք ու գիտենք, որ ամեն մի անկյուն այստեղ մեր ձեռքով է պատրաստված, ամեն մի անկյուն մեր իսկ սրտի ցանկությամբ է, թե երանգը, թե դիզայնը, թե ամեն մի հարմարավետություն։ Իսկ սա կարծեմ արդեն հաջորդ օրն է, սա մեր հյուրասենյակի ամենամեծ պատն է, որտեղ նախատեսվում է TV զոնա եւ ակցենտային պատ, ու այստեղ մենք հիմա շատ արագ այս պատը պետք է ծածկենք շպախլովկայով, չգիտեմ հայերեն, ծեփամածիկ, հա, ճիշտ է, ծեփամածիկով։ Հետևորդներ ջան, որ ասում եմ ամեն ինչ մեր ձեռքերով, հենց բառի բուն իմաստով եմ ասում։ Իսկապես մեր ձեռքերով ամեն ինչ հատ առ հատ կառուցվել է, ամեն ինչ մշակվել է մեր իսկ ձեռքերով։ Եթե դուք նախորդ վիդեոները տեսել եք, առաջին եւ երկրորդ մասը, դուք այնտեղ կտեսնեք, որ ընդհանուր տան կառուցումը հիմքից ամուսինս ներկա է եւ կրկին ամեն ինչ կատարվում է հենց իր ներկայությամբ ու իր ձեռքերով։ Այստեղ ավելորդ սուր մնացած չորացած ծեփամածիկները դուրս ենք բերում, որ կարողանանք ընդհանուր ավելի հարթ դարձնել ամբողջ պատի մակերեսը, ասեմ որ կարելի ասել ես որպես կին արդեն պրոֆեսիոնալ եմ դարձել այս գործում, ես հանգիստ կարող եմ այսպես ռեմոնտ անել ու մենք այս ընթացքում գիտեք քանի հատ ենք արել նման գործ, իհարկե մեր տան հետ կապված, մեր սալոնների, սրահների ու խանութի հետ կապված։ Հենց այս этаպում, որտեղ հիմա դուք տեսնում եք, տարբեր օրեր տարբեր գործերով ենք զբաղված եղել։ Հիմա շատ ծիծաղով ենք հիշում ու եթե մեր ծանոթներից ինչ-որ մեկ ասում է, որ ռեմոնտ է պատրաստվում, անի կամ անում է եւ այլն, մենք արդեն սկսում ենք մի լավ ծիծաղել, որովհետեւ այս этаպից մենք արդեն այնքան շատ էինք հոգնել։
ու օր ու գիշեր, ամեն օր, առանց գիշերները քնելու, առանց հանգը ստանալու, այդքան աշխատանքի հետ մեկտեղ, մեր Wildberries-ի փաթեթների հետ մեկտեղ, իմ դասընթացների հետ մեկտեղ, վիդեոների, մոնտաժների, ամեն ինչի հետ մեկտեղ, մենք անում էինք այս աշխատանքը, վերանորոգում էինք մեր տունը մեր ձեռքերով։ Ասեմ ձեզ, սա մեր տան խոհանոցի հատվածն է, որտեղ դուք մեջտեղի հատվածում տեսաք, որ արդեն իսկ պատրաստ է կաֆել մետլախա, ինչա կոչվում ինքը։ Իսկ սա արդեն իսկ ավանդույթ էր մեզ համար, ամեն անգամ, երբ գալիս էինք գործանելու պարտադիր եկեղեցուց մեզ հետ բերում էինք մոմ ու վառում էինք։ Այստեղ արդեն ընդհանուր TV պատի ուրեմն ծեփամածիկի այդ ընթացքն է, բայց այստեղից ես հիշում եմ, որ այսօրն էլ ենք գործ արել ու այդ օրվանից էլ չենք եկել գործանելու, որովհետև լրիվ այլ գործ էինք կազմակերպել ու սա մնաց, բայց ընդամենը մի քանի օրից, ավելի ճիշտ ոչ թե հենց մի քանի օրից մենք արդեն բերեցինք ավելի շատ վարպետներ, որպեսզի նրանք հասնեն այս ամենը շատ արագ ավարտել, որովհետև մենք լրիվ այլ գործ էինք ձեռնարկել։ Իսկ հիմա այս վիդեոյի մեջ սրանք արդեն դուք վերջին կադրերն եք տեսնում, որովհետև այն հեռախոսով, որով որ մոնտաժում եմ, այստեղ այլևս այս տանից ռեմոնտի հետ կապված ոչ մի տեսակի գործողություններ ու հոլովակներ չկան, այլ գովազդներ են մոտս պահպանվել, բայց ես խոսք եմ տալիս, որ առաջիկայում կտեղադրեմ շատ արագ արդեն իսկ 4-րդ մասը, որտեղ հնարավորինս շատ ինֆորմացիա կտեղադրեմ, որ ցանկալի է, որ 5-րդը արդեն լինի ընդհանուր home tour-ը, որը դուք այդքան շատ պահանջում եք ինձանից։ Սա վերջին կադրերն է, այնպես որ հրաժեշտ եմ տալիս ձեզ ու պատրաստվեք 4-րդ մասին։